Բարև ձեզ, Վանաձայնի եթերում Հայաց Երևանից հաղորդաշարն է, ես Վահագն Զաքարյանն եմ։ Բարեկամներ, այսօր մենք գտնվում ենք Վանաձայնի բարեկամ կառույցում Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում եւ իմ զրուցակիցն է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը։ Բարև ձեզ, անչափ ուրախ եմ, որ դարձյալ հնարավորություն ունենք անդրադառնալու Երևանյան այս կարևոր եւ գեղեցիկ մշակութային կառույցի գործունեությանը, որը ղեկավարում եք դուք եւ բնականաբար կան շատ նորություններ։ Այս պահին մեր հետևում է գտնվում այս գեղեցիկ ցուցապաստառը կամ թատերական հատվածը, որ նախատեսված է երեխաների համար։ Սպենդիարյանի տուն-թանգարանը նաև երեխաների համար է պատրաստում կրթական ծրագրեր, կրթական միջոցառումներ։ Տեղեկացնենք ինչ է։ Ողջույններս ձեզ, իրապես երկար ժամանակ չէինք հանդիպել, այո, եւ ողջույններս Վանաձայնի ունկնդիրներին։ Ես այս ծրագրի մասին ընդհանրապես կասեմ այն, որ վերջին ժամանակներս թանգարանները դարձել են ոչ միայն վայրեր, որտեղ մարդիկ գնում են, ծանոթանում են տվյալ թանգարանային հավաքածուների հետ, այլ դարձել են կրթական իրապես ոչ թե ոչ ֆորմալ, արդեն ֆորմալ կրթական վայրեր, որտեղ որ երեխաներին տրվում է կրթական ուրեմն կրթություն, այս պարագայում մենք երեխաների համար հիմնականում նախադպրոցական տարիքի եւ մինչեւ 4-րդ դասարանի երեխաների համար ուրեմն մի երկու կրթական ծրագիր ենք նախաձեռնել, սա առաջինը եւ երկրորդը, առաջինը Ալմաստ փոքրիկների համար, Ալմաստ օպերան փոքրիկների համար եւ երկրորդը հրաշագործ երաժիշտը։ Ինչ են սրանք իրենցից ներկայացնում, սրանք տեխնիկային արվեստի միջոցով դասական երաժշտության փոխանցումն է երեխաներին։ Չէ՞ որ փոքրիկների համար դժվար է այդ օպերան, բացատրելը եւ այլն։ Մենք ինչ ենք արել։ Մենք պահել ենք դասական երաժշտությունը, այսինքն ամբողջ ներկայացման ժամանակ հնչում է օպերայից հատվածներ, իսկ տեխնիկների միջոցով մենք փոխանցում ենք սյուժեն։ Թմկաբերդի առումը Հովհաննես Թումանյանի Թմկաբերդի առումը սյուժեն։ Մյուս պարագայում հրաշագործ երաժիշտը կոմպոզիտորի կերպարով Սպենդիարյանը եւ փոքրիկ ինչուիկը, ինչպես որ փոքրիկներն են գալիս մեզ մոտ, շատ հարցեր տալիս, այդ կերպարների միջոցով մենք փոխանցում ենք Սպենդիարյանի կյանքը։ Ահա այսպես մենք կարողացել ենք ընդլայնել մեր լսարանը, որովհետև այս տարիների ուսումնասիրությունները ցույց էին տալիս, որ գրեթե բոլոր տարիքի մարդկանց համար թանգարանները մատչելի են, հասանելի են, այն նախադպրոցական եւ փոքր տարիքի երեխաների համար թանգարանները այդքան էլ հետաքրքիր չէին, եւ այսպիսով մենք հետաքրքիր ենք դարձրել թանգարանը նաեւ այս տարիքի մարդկանց համար։ Հասկանալի է եւ վստահաբար երեխաները նաեւ այս տարբերակով կապվում են թանգարանի հետ ու առավել պարբերական է դառնում նաեւ այցերը, քանի որ մենք սովոր ենք, որ թանգարանը մեկ անգամյա այցի համար է, այս դեպքում թանգարանը ոչ միայն մեկ անգամ, այլ նաեւ դառնում է հարազատ վայր ու ինչու՞ չէ նաեւ պարբերական այցելությունների։ Շատ իրավացի եք եւ հենց այստեղ գալիս է բարձրանում է այն հարցը, որ թանգարանի մշտական ցուցադրությունները, որոնք ցավոք սրտի շատ քիչ են փոփոխվում, դրանք մշտական փոփոխության կարիք ունեն, որպեսզի յուրաքանչյուր այցելու, երբ որ գալիս է թանգարան, նա հետ գալու առիթ ունենա այս թանգարան։ Ինչքան էլ որ նրա առաջին այցից թանգարանը շատ լավն է, շատ գեղեցիկ է, երկրորդ անգամ եթե նա այցելի եւ նույն բանը տեսնի, վստահաբար նա այլևս այս թանգարան չի գալու։ Ահա այսպիսի ծրագրերի միջոցով ժամանակ առ ժամանակ փոփոխելով ցուցադրությունները մենք կարողանում ենք մեր այցելուներին մշտապես պահել թանգարանում եւ ինչու ոչ այդ կապը շատ ավելի ամրապնդվում է։ Տիկին Օթարյան, իսկ մարզերը, մարզային կառույցները, մշակութային, կրթական որքանով է իրենց հետ կապը։ Գիտեք, շատ գոհունակությամբ պիտի ասեմ, որ վերջին տարիներս բավական ակտիվացել է մարզային այցելությունները։ Անշուշտ սրան նպաստել է պետական այն ծրագիրը, աբոնեմենտային ծրագիրը, բաժանորդային ծրագիրը, որը պետության կողմից տրվում է հանրակրթական դպրոցների աշակերտներին եւ բոլոր աշակերտները առաջինից մինչեւ 12-րդ դասարան հնարավորություն ունեն այդ աբոնեմենտային ծրագրով, բաժանորդային ծրագրով այցելելու մեկ թանգարան եւ կամ մեկ համերգասրահ կամ մեկ ուրեմն պատկերասրահ եւ սա բավական մեծ հնարավորություն է եւ տվել եւ մատչելիություն է ստեղծել մարզերում ապրող երեխաների համար թանգարան այցելելու։ Պիտի ասեմ, որ ծրագիրը շատ լավ գործում է եւ մենք էլ շատ մեծ հյուրընկալությամբ ընդունում ենք մարզերի երեխաներին, շատ ավելի ուրախ ենք լինում եւ մի բան էլ փորձում ենք մի բան էլ ավել տալ, որpիսի այս երեխաների կապը մեր մշակույթի հետ շատ ավելի ամուր ամրապնդվի։
Պարզ է այս պահին մեր եթերում պետք է կարճատև դադար ունենանք, լսելու ենք Սպենդիարյան, այնուհետև շարունակելու ենք մեր զրույցը։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք գտնվում ենք Երևանյան այս գողտրիկ մշակութային կառույցում Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում, իսկ իմ զրուցակիցը Մարինե Օթարյանն է, թանգարանի տնօրենը, այս պահին կարճատև դադար, խնդրեմ։ Բարեկամներ, շարունակվում է մեր հանդիպումը Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում։ Իմ զրուցակիցն է թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, եւ լսելով սպենդիարյանական երաժշտությունը պետք է շարունակենք նյութը Ալեքսանդր Սպենդիարյանի ու ընդհանրապես Սպենդիարյանի տուն-թանգարանի շուրջ, եւ թանգարանը դեկտեմբերին նախատեսել է շատ գեղեցիկ միջոցառում Երևանն ու Սպենդիարյանը, փորձենք այսպես նաեւ բնորոշել, ինչ է լինելու։ Այս վերջի 24-25-26 թվականները Սպենդիարյանի Երևան գալու հոբելյանական տարիներ են։ Նայեք, 24 թվականին Սպենդիարյանը Հայաստանի իշխանությունների հրավերով եկավ Հայաստան։ Դա նշանակում է, որ մենք անցած տարի 24 թվականին ունեցանք Սպենդիարյանի Հայաստան գալու 100-ամյակը։ 25 թվականին Սպենդիարյանը գրեց իր Երևանյան էտյուդներ անմաս ստեղծագործությունը եւ նվիրեց Երևանին, հա, Արարատով եւ Զանգվի ափով հրապուրված նա գրեց իր Երևանյան էտյուդները։ Այս տարի էլ այդ 100-ամյակը։ Մյուս տարի այն շենքը, որտեղ Սպենդիարյանը տեղափոխվեց ապրելու եւ որը հետագայում դարձավ թանգարան, այդ շենքի կառուցման 100-ամյակն է։ Այսինքն հոբելյաներ, որոնք իրար այդպես հետևում են։ Մենք ինչ արեցինք։ Մենք վերցրեցինք մեջտեղը, այսինքն 2025 թվականը, եւ մենք այս տարի դեկտեմբերին ունենալու ենք մի ցուցահանդես, որը կոչվում է
Հին Երևան սպենդիարյանական վայրերով։ Շատ հետաքրքիր ցուցահանդես է սպասվում, դա կլինի դեկտեմբերին, ինչու դեկտեմբերին, որովհետև Սպենդիարյանը երբ որ եկավ Հայաստան, դեկտեմբերի 10-ին կազմակերպեց առաջին սիմֆոնիկ համերգը։ Իր ստեղծագործություններից եւ այսպես կլինի հոբելյանական հոբելյանների մի շարք, բայց մեկ ցուցադրության մեջ մենք կամփոփենք այս ամբողջ նյութը, որը չափազանց հետաքրքիր է։ Իդեպ պիտի ասեմ, որ չափազանց հետաքրքիր է ուսումնասիրել 20-ական թվականների Երևանը, երբ որ աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան եկան մշակույթի մեր քանքարները, Մարտիրոս Սարյան, Թամանյան, Սպենդիարյան, Ռոմանոս Մելիքյան եւ իրենց ներուժը, իրենց պրոֆեսիոնալիզմը, որ Հայաստանից դուրս էին իրենք, ունեցել, վերեցին եւ ներդրեցին, ստեղծելով Հայաստանի եւ մշակույթը եւ ընդհանրապես Հայաստանի կյանքը։ Բնականաբար Սպենդիարյանի ժամանակվա Երևանը այսօրվա Երևանը չէր եւ այս տանից որտեղ որ Սպենդիարյանն է ապրել, երևում էր Արարատը այսօրային չի երևում այս տանից, սակայն Սպենդիարյանի տունը դարձյալ Երևանի այն գողտրիկ վայրերից մեկն է, այն նաև ճարտարապետական կառույցներից մեկն է, որը նախագծվել է Ալեքսանդր Թամանյանի կողմից, որը որ այսօր ոչ միայն որպես Սպենդիարյանի տուն, այլ նաև ճարտարապետական կառույց է գրավիչ։ Այդ Արարատի թեման շատ հետաքրքիր էր, Վահագ, որովհետև նայեք, ընդհանրապես Սպենդիարյանը Հայաստանում չենք կարող բաժանել Արարատից, որովհետև Սպենդիարյանը Հայաստան եկավ Արարատի ուղեկցությամբ, այսպես ասենք, Արարատը սրտում, Արարատը մտքում, հետո նաև Արարատը իր տեսողության, մեջ եւ այդպես էլ նա մի արտահայտություն արեց, ասեց Արարատը ինձ փոխարինում է ծովին, չէ՞ որ նա ծովի երկրում էր։ Այդպես էլ եղավ, նրա բոլոր այն վայրերը, որտեղ նա հանգրվանեց, Արարատը նրան ուղեկցեց։ Այս տունն էլ պատահական չէր։ Այս տանից էլ, երբ որ Թամանյանը Այստան իդեպ ճարտարապետը Նիկողայոս Բունացյանն է, բայց Թամանյանը չէ, որ Սպենդիարյանի ընկերն էր եւ տարավ այստան նախագիծը Սպենդիարյանի մոտ եւ սկսեցին գծել, թե այս շենքի որ բնակարանը պետք է տրվի կոմպոզիտորին։ Եվ ինչ է կարծում, որ բնակարանը տրվեց, այն բնակարանը, որի պատուհաններից երևում էր Արարատը։ Եւ ահա Արարատը այդ մեծ սիմվոլը, որ մեր ընդհանրապես ոչ միայն Սպենդիարյանի համար, այլ մեր ինքնությունն է, ամբողջ հայ ազգի ինքնությունն է, հայ մարդու ինքնությունն է, Սպենդիարյանի համար էլ եղավ ուղեկից, եղավ ներշնչանքի աղբյուր, եւ պիտի ասեմ, որ այո, հիմա չի երևում, բայց պիտի ասեմ, որ այս տունը դարձավ հետագայում, ինչպես որ Սպենդիարյանի ժամանակ եղավ արվեստագետների հավաքատեղի, ինչպես Ռոմանոս Մելիքյանն ներգալի ժամերով նրանք միասին նստում էին, մինչ Սպենդիարյանը թե էր պատրաստում նրա համար Կոմիտասի ստեղծագործություններ էր նվագում, նրա բոլոր ընկերները, ինչպես ասացիք, Թամանյանը, Սարյանը, բոլորը նրան հյուրընկալում էին, շարունակում է մնալ այն հյուրընկալ օջախը, որի տան տերը դրել է այդ լավ ավանդույթը։ Եվ այդ լավ ավանդույթներն այսօր շարունակվում են ձեր շնորհիվ, ձեր աշխատակիցների, թանգարանի աշխատակիցների շնորհիվ, ինչի համար իսկապես շնորհակալ ենք եւ ստեղծագործական հաջողություններ ենք ցանկանում թանգարանի գործունեությանը եւ վերջում մենք շատ լավ հնարավորություն ունենք մեր ունկնդիրներին, մեզ դիտողներին այս պահին Վանաձայնի եթերում ողջունելու։ Դե հարազատ դարձած Վանաձայնին ասում ենք ողջույն, իսկ ունկնդիրներին ասում ենք ձեր ոտքը, երբ որ դրվեց Հայաստանի հողին, երբ որ մտաք Հայաստան, հիշեք, որ գալու եք Սպենդիարյանի տուն թանգարան, գալու եք կոմպոզիտորի կյանքին ծանոթանալու եւ վայելելու մեր ջերմ հյուրընկալությունը։ Բոլորիդ ողջունում եմ, այսքանը։ Շնորհակալություն հարցազրույցի համար, մենք էլ պարբերաբար կշարունակենք անդրադառնալ Երևանյան այս գողտրիկ օջախի տուն թանգարանի գործունեությանը։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր մենք գտնվում ենք Ալեքսանդր Սպենդիարյանի տուն թանգարանում Երևանյան այս գեղեցիկ հյուրընկալ օջախում, այսպես բնորոշենք նաև այս մշակութային կառույցը, քանի որ այստեղ պահպանվում են սպենդիարանական ավանդույթները, այն ամենն ինչով որ նաև այսօր հարուստ է Երևանը։ Երևանը հարուստ է Սպենդիարյանի տուն թանգարանով նաև։ Այնպես որ Հայաստան, գալով Երևան անպայման այցելեք, իսկ դեկտեմբերին նաև գեղեցիկ ցուցադրություն է նախատեսված, որի մասին մենք արդեն մեր զրույցի ընթացքում անդրադարձանք։ Հիշեցնեմ, որ այսօր Հայաց Երևանից հաղորդաշարում իմ զրուցակիցն էր Մարինե Օթարյանը, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն թանգարանի տնօրենը, ես Վահագն Զաքարյանն եմ, հանդիպելու ենք հաջորդ չորեքշաբթի Վանաձայնի եթերում։ Հաջողություն։